Ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին, 106.5 FM հաճախականությամբ Էկո անկյուն ռադիոնախագիծն է, որը ոչ միայն կարող եք լսել, այլ նաև դիտել։ Այսօր շարունակելու ենք մեր հետաքրքիր զրույցները եւ ինչպես նախորդ թողարկման ընթացքում խոսել ենք արհեստական բանականության մասին, այսօր շարունակելու ենք նույն թեմայի շուրջ զրուցել։ Այս անգամ Էկովիլ հոլդինգի խորհրդի նախագահ եւ հիմնադիր Տիգրան Օխանյանի հետ։ Ողջույն, պարոն Օխանյան։ Ողջույն։ Պարոն Օխանյան, այսօր խոսելու ենք AI-ից, արհեստական բանականությունից եւ խոսելու ենք տարբեր տեսանկյուններից։ Բայց որպեսզի մեր ռադիոլսողները առհասարակ հասկանան ինչ է բասում իրենց այսօր եթերում, սկսենք ամենասկզբից, ինչ է արհեստական բանականությունը։ Մի փոքր կարող եք ներկայացնել։ Այո, Կարեն ջան, կարծում եմ այսօր խոսում ենք չափազանց կարևոր թեմայի մասին եւ որպեսզի հասկանանք նաեւ արհեստական բանականությունը ինչ է եւ ինչպես է կապված մեր ոլորտի հետ, փորձեմ բացատրել կամ նկարագրել թե ինչ ոնց է աշխատում ընդհանուր արհեստական բանականության process-ը։ Ապա ուզում եմ նշեմ ներողություն, որ ընդհատում եմ, որ շատերը արհեստական բանականությունը անմիջապես կապվում են ChatGPT-ի հետ հիմնականում մեր կենցաղում, բոլորը պատկերացնում, որ սա ինչ-որ համակարգ է, որը պատասխանում է ձեր հարցերին եւ շատ հաճախ ոչ ճիշտ։ Բայց եկեք բացատրենք, որ սա իսկապես բավականին լուրջ համակարգային երևույթ է։ Իհարկե, կուզեմ առաջինը պայմանավորվենք արհեստական բանականություն կարճ AB ասենք եւ դա որպեսզի ավելի էֆեկտիվ օգտագործենք ժամանակը։ ChatGPT-ին եւ Claude եւ այլ մոդելները իհարկե արհեստական բանականության դրսևորման շատ փոքր մասն են, բայց արհեստական բանականություն են, ուղղակի քանի որ հասարակայնորեն ավելի հասանելի են հենց այդ ընկերությունների ապրանքները, մարդիկ պատկերացնում են, որ ChatGPT-ին միայն ChatGPT-ն է արհեստական բանականություն, բայց արհեստական բանականությունը նաև հիմա փուլեր է անցնում եւ ներկայումս շատ է խոսում հենց արդեն ֆիզիկական արհեստական բանականության օգտագործման մասին, որը ռոբոտների մասնակցությամբ է եւ ակնկալում է, որ հենց ռոբոտների շուկան, ռոբոտների ներկայությունը շատ մեծ է լինելու հաջորդ տասնամյակի ընթացքում, բավականին մեծ է լինելու, բայց եթե հետ գնանք եւ փորձենք հասկանալ թե ինչպես է աշխատում արհեստական բանականությունը, փորձենք պարզ լեզվով, հա, եւ դուք ChatGPT-ում կամ այլ նմանատիպ գործիք օգտագործելով դուք ինչ որ բան եք փնտրում, դա ինչ որ միտեղ հերու ձեր համակարգչից processing է արվում, այսինքն այն դուք բան եք փնտրում, բնականաբար այնտեղ աշխատում են համակարգիչներ, processor-ներ, որոնք աշխատում են եւ ինֆորմացիա են ֆիլտրում, զարգացնում եւ ներկայացնում, հա։ Եվ բնականաբար դա չի արվում ձեր համակարգչում, այլ դա արվում է, այսպես ասած, այլ վայրում, տվյալների կենտրոններում։ Եվ տվյալների կենտրոնները ունեն շատ տարբեր ֆունկցիաներ, այսինքն օրինակ կուտակման ֆունկցիաներ կամ բայց AB տվյալների կենտրոնները, որը վերջի տարիներին է զարգանում, զարգացել եւ մեծ զարգացում է ապրում, դրանք ավելին են, քան սովորական տվյալների կենտրոնները, որոնք ունեն մի քանի տարբեր ֆունկցիաներ, անգլերեն բառը computing, հա, այսինքն process են անում այդ տվյալները եւ երկրորդ ֆունկցիան օրինակ, որ հենց աշխատում են այդ մոդելների հետ, այսինքն հենց այդ հավելվածների հետ։ Ես ինչ եմ առանձնացնում երկուսը, որովհետև իրականում եւ ֆունկցիոնալ տեսանկյունից դրանք տարբերություն ունեն։ Օրինակ այն ֆունկցիան, որ նաև հենց ֆունկցիան սովորումն է, հա, կրթությունն է, մոդելների կրթությունը, machine learning ասածը, սա կարող է արվել հեռավար, այսինքն այստեղ կարևոր չէ, թե տվյալների կենտրոնը որտեղ է գտնվում, սա նշանակում է, որ կարող է լինել հեռու վայրում, որտեղ կա էներգիայի հասանելիություն, կա ջրի հասանելիություն, ես մի քիչ հետո կասեմ ինչու է կարևոր ջրի հասանելիությունը, բայց կան նաև ֆունկցիաներ, որոնք հենց անմիջապես աշխատում են հավելվածների հետ, այստեղ շատ կարևոր է, որպեսզի միլիվարկյանների ընթացքում ուշացումներ չլինեն, նույնիսկ միլիվարկյանների ճշգրտությամբ ուշացումներ չլինեն, պատկերացրեք դուք բանկային փոխանցում եք իրականացնում եւ փոխանցումը օրինակ 10 վայրկյան կամ 15 վայրկյան ուշանում է, հետեւաբար հետեւյալ դատա կենտրոնները պետք է լինեն ավելի մոտ
ավելի մոտ վերջնական օգտագործողին։ Իսկ օրինակ, եթե կրկնենք այն machine learning ասած կրթություն անող սովորաստող կարող է գտնվել հեռու։ Եվ հետևաբար եւ հիմնական էներգիայի սպառումը, ես գալիս եմ մեր ոլորտի հետ սրա կապին, մեր էներգիայի սպառումը հիմնականում արվում է այդ հեռավար դատա կենտրոններում, որտեղ կրթություն է տրվում, տրեյնինգներ է արվում, որպեսզի ավելի խելացի մոդելներ, ավելի խելացի մոդելներ տարբերակ ստացվի։ Պարոն Օխանյան, շատ մանրամասն ներկայացրեցիք այս process-ը, իրականում հետաքրքիր է։ Շատ հաճախ ենք լսում, որ այո, արհեստական բանականությունը մեծ, հզոր էներգիայի կարիք ունի, եւ սրանով էլ շատ հաճախ ասում են, որ սա այնքան էլ էկո չէ։ Եկեք խոսենք այս մասին, արհեստական բանականության եւ էներգետիկայի համադրության մասին, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի դերը ինչպես եք տեսնում այս հարցի լուծման։ Շատ ճիշտ է, որ ներկա տվյալների կենտրոնները, որոնք հենց արհեստական բանականությանն են սպասարկում, շատ ավելի մեծ էներգիայի սպառում ունեն, քան մեր տրադիցիոն տվյալների կենտրոնները, եւ նույնիսկ 7-ից 10 անգամ ավել մոտավորապես մի միավորի հաշվով, մի պրոցեսորի հաշվով, եւ բնականաբար նաեւ աճում է ԱԲ-ի պահանջարկը, որը ենթադրում է, որ ավելի շատ տվյալների կենտրոններ պետք է կառուցվեն։ Նաև նշում են շատ հաճախ, որ ջրի օգտագործում է լինում, եթե տեղեկեք, սա ինչ մասին է խոսքը։ Իհարկե։ Ես նախորդ հարցի շուրջ մի բան էլ ասեմ, որ այսօր աշխարհում մոտավորապես 30 գիգավատ դրվածքային հզորությամբ տվյալների կենտրոններ կան, կանխատեսում է, որ հաջորդ 10 տարվա ընթացքում մոտավորապես 180 եւ մինչեւ 200 գիգավատ է հասնելու։ Դա իհարկե կանխատեսումներ են, բայց շատ հեռու չեն, կարծում եմ, իրականությունից։ Եվ անցնենք այն հարցին, թե հիմնականում ինչ սպառում, ինչն է, ինչու է անհրաժեշտ, որպեսզի ավելի մեծ էներգիա մատակարարվի արհեստական բանականությամբ աշխատող տվյալների կենտրոններին։ Հիմնականում ունի երկու մեծ սպառման կետ։ Առաջինը դա, ինչպես նշեցի, այդ processing-ն է, համակարգիչների, ներքին համակարգիչների, եւ երկրորդը հովացումն է։ Պատկերացրեք, ինչքան ջերմային էներգիա է բաց թողնվում հենց այդ նույն համակարգիչների միջոցով, որը իրականում տաքացնում է նույն համակարգիչները եւ ոչ միայն էֆեկտիվությունն է նվազեցնում, այլ նաեւ կարող է վնասել հենց նույն այդ պրոցեսորներին, հա։ Եվ հետեւաբար այստեղ անհրաժեշտ է շատ հզոր հովացում։ Մեր տրադիցիոն տվյալների կենտրոնները հիմնականում օդով հովացումը բավարար է լինում, ապահովում էր, իսկ քանի որ արդեն շատ ավելի մեծ քանակի ջերմային էներգիա է թող բաց թողնվում, այստեղ անհրաժեշտ է ջրով, այստեղ շատ մեծ անհրաժեշտ է ջրով հովացումը, եւ որ ենթադրում է շատ ավելի մեծ ներդրում, ավելի լուրջ համակարգ որպես ներդրում եւ նաեւ ավելի մեծ օպերացիոն ծախսեր։ Հենց այս նպատակով օրինակ նույն Չինաստանում պիլոտային ծրագիր են իրականացրել, նույն տվյալների կենտրոնը կառուցել են ծովի տակ, որը միանշանակ ապահովում է հովացումը, հով միջավայրը, բայց մյուս կողմից նաեւ այսպես օֆշորային ափից հեռու քամու կայանների միջոցով նաև ստանում են դրա էլեկտրոէներգիա։ Այսինքն երկու հարցն լուծվել է։ Պարոն Օխանյան, առհասարակ որպես ժամանակակից աշխարհի բնակիչ, հաճախ եք օգտվում արհեստական բանականության գործիքներից ձեր կենցաղում։ Շատ հաճախ, նույնիսկ անբացատրելի հաճախ, եթե անգամ ասեմ, օրինակ հենց նույն ChatGPT-ից օգտվելը օրվա մեջ հավանաբար 100-ից 150 անգամ, բայց դա նորից կրկնեմ միայն մի դրսևորումն է, օրինակ նույն արհեստական բանականության միջոցով շատ այլ նպատակների կարելի է հասնել նույն ընկերությունում օպտիմիզացիա եւ այլն ծրագրեր, այսինքն շատ մեծ կիրառում ունի արհեստական բանականությունը։ Իհարկե նաեւ պատկերացնում ենք, որ սա ընդհանրապես սկիզբն է եւ նոր է այս ուղղությունը զարգանում եւ շատ ահավոր մեծ պոտենցիալ ունի եւ կուզեի նաեւ սպառման էլեկտրաէներգիայի անհրաժեշտության մասին խոսել, իհարկե եթե
այս հարցի շրջանակներում ասենք շատ էլեկտրաէներգիան ինչու որ մասում է։ Մենք խոսեցինք տվյալների կենտրոնների մասին, այստեղ էլեկտրաէներգիան մեծ պահանջարկ ունի, բայց նաև մյուս կողմը հենց նույն համակարգիչները, սմարթֆոնները կամ հեռուստացույցները, որոնք այսօր smart են, այսպես ասած, խելացի են, նրանք եւս օգտագործում են էլեկտրաէներգիա, չէ՞, այսինքն որ կողմից նայում ենք անհրաժեշտ է էլեկտրաէներգիա եւ նաեւ հիմնական խնդիրը, ես եթե անդրադառնանք խնդիրներին, հիմնական խնդիրը էլեկտրաէներգիայի անբավարարությունն է եւ ենթակառուցվածքների անբավարարությունը, որի մասին կարծում եմ անհրաժեշտ է մի քիչ ավելի մանրամասն քննարկել։ Պանուխանը չէ կարծում, որ ամենուրեք էներգիա է, ամենուրեք էներգիա է կիրառվում, բայց մարդիկ դարձել են առանց էներգիայի։ Ի՞նչն է պատճառը, արդյոք նորագույն տեխնոլոգիաները սպառում են մարդկանց։ Հետաքրքիր հարց է, կարծում եմ այստեղ գիտական բացատրություն կլինի։ Մի կողմից հավանաբար առանց ավելի քիչ է էներգիա մարդկանց մոտ, նաև մոտիվացիայի տեսքով, որտեղ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում հենց էկրանների շուրջ, նաև այսօր այնքան մեծ քանակությամբ տեղեկատվություն է հասանելի, որ նույնիսկ դեմոտիվացնող է կամ կենտրոնացումից մարդկանց շեղում է եւ հավանաբար սա ազդում է հենց մարդկանց ոչ հստակ կենտրոնացման, ուշադրության պակասի վրա, բայց մյուս կողմից նաև այս գործիքները հնարավորություն են ստեղծում մարդկանց շատ ավելին անել, ցանկացած ինդիվիդուալ մարդու շատ ավելի ձգտել եւ ավելին հասնել, քանի որ գործիքները թույլ են տալիս, կարծում եմ մյուս կողմից սա նաեւ էներգիա է տալիս։ Պանուխան, նայեք կամ ֆուտուրիստական կանխատեսումներ ապագայի վերաբերյալ, որտեղ հենց ճիշտ նշվում է այն մասին, որ մարդիկ ապրելու են վիրտուալ աշխարհում, հա, ու սրա գլխավոր մեղքը, հա, մեղքի բաժինը հենց արհեստական բանականությանն է որդեգրում։ Արդյոք իսկապես կգա ժամանակ եւ մարդկանց այլևս իրական աշխարհը հետաքրքիր չլինի, որովհետեւ վիրտուալը շատ ավելի վառ է, հեշտ է, մարդիկ կարող են լինել այն, ինչ ցանկանում են, հա, վիրտուալ աշխարհում։ Իհարկե սա իմ մասնագիտական կարծիք չէ, այլ ցանկացած ինչպես այլ անհատ, որը օգտվում է նաև վիրտուալ աշխարհի ապրանքներից, կարծում եմ մենք գնում ենք այդ ուղղությամբ, դուք ճիշտ եք, եւ նաև ճիշտ նշեցիք ինչու, որովհետեւ հնարավորությունները վիրտուալ աշխարհում շատ ավելի մեծ են, անսահման է նույնիսկ ասեի, եւ շատ դեպքերում երբ մարդը իրական աշխարհում սահմանափակված է իր հնարավորություններով, վիրտուալ աշխարհում չունի սահմանափակում։ Եվ հավանաբար դա է հետաքրքիր դարձնում վիրտուալ աշխարհը։ Շատ բաներ շատ ավելի հեշտ են, շատ ավելի հեշտ է ծանոթանալ մարդկանց հետ, շատ ավելի հեշտ է բազմաթիվ նաեւ գործողություններ անել, քան իրական աշխարհում, եւ տեսնում ենք, որ աշխարհը գնում է այդ ուղղությամբ։ Վերադառնանք մեր թեմաներին, հիմա ժամանակն է որպեսզի խոսենք, թե ինչ համադրություն կարող է գտնել AI-ը արևային համակարգերի աշխատանքի ժամանակ, ինչ նպաստավոր այսպես պայմաններ կարող է ստեղծել, առհասարակ այսօր ինչ դեր ունի AI-ը այս ոլորտի զարգացման գործում եւ եթե ունի, ապա կնշեք այն հիմնական ուղղությունները, որտեղ արդեն դերակատարում ունի։ Ոլորտում այսպիսի մի արտահայտություն է շրջանառվում էներգիան արհեստական բանականության համար եւ արհեստական բանականությունը էներգիայի համար, այսինքն սա խոսում է փոխադարձ կարեւորության եւ նույնիսկ չափազանց կարևորության մասին։ Մենք խոսեցինք, թե ինչի համար է էներգիան կարևոր արհեստական բանականության զարգացման համար։ Այսինքն էներգիան կարևոր է հենց ենթակառուցվածքների ապահովման, որի շնորհիվ կաշխատի արհեստական բանականության տարբեր դրսևորումների, բանականություն տարբեր դրսևորումներով, հա։ Դա կլինի ֆիզիկական ռոբոտների, կլինի ընդհանուր սովորելու, այսպես machine learning-ի,
ամբողջությամբ հիմնված է դա էլեկտրաէներգիայի վրա։ Նաև անպայման նշեմ նոր ուղղությանը, իսկ իրական կարծում նոր չէ, բայց ամեն դեպքում դեռ շատ մեծ տարածում չունի Nero, հա, եւ արհեստական բանականության այսպես համատեղ աշխատելու միտումը, այսինքն եւ մարդիկ իրական կդառնան ռոբոտներ, ունենալով ֆիզիկական մարմին, բայց նաև միաժամանակ։ Ինչքանով ես եմ տեղյակ, արդեն բավականին հաջող փորձեր կան կապելու իրական աշխարհը հենց այդ Nero զգայարանների հետ եւ բնականաբար այստեղ արհեստական բանականությունը մեծ դեր ունի, բայց եթե հետ անդրադառնանք նույն էներգիայի պահանջին, այստեղ նաեւ չմոռանանք, որ նաեւ էներգիայի տեսակների այստեղ տարբերելու խնդիր կա, հա, օրինակ նույն շատ ընկերություններ, այսպես կոչվում են իրենք hyperscale-ներ, նույն օրինակ Google, Amazon, որոնք մեծ տվյալների կենտրոններ են աշխատացնում կամ դրա անհրաժեշտություն ունեն, բավականին մեծ, նաև իրենք ունեն այսպես ճիշտ էներգիայի տեսակ եւ աղբյուր ընտրելու հարցը, դա ունի տարբեր նպատակներ, օրինակ նույն առաջինը իմիջային խնդիրը, նույն կոչվում է ESG, հա, environmental governance, social governance, այսինքն ստանդարտներ եւ նորմեր կան, որոնց իրենք պետք է բավարարեն, կան տարբեր ինվեստիցիոն ներդրումային ֆոնդեր, որոնք նաեւ իրենց ռազմավարության մեջ հենց այս ստանդարտները որդեգրել են, եւ հետեւաբար շատ կարեւոր է նաեւ հենց այս օգտագործող տվյալների կենտրոնների էներգիա օգտագործողների համար, թե ինչ աղբյուրներից են օգտվում, եւ ի ուրախություն մեզ նշեմ, որ վերականգնվող էներգիան այստեղ շատ մեծ դեր ունի, շատ մեծ, եւ այսօր հիմնականում երկու մեծողությունների վրա են երկու ուղղություններն են, որպես էներգիայի լուծում առաջարկում տվյալների կենտրոնների համար, դա վերականգնվող էներգիան է եւ նոր ուղղություն կա, որը կոչվում է փոքր մոդուլային ռեակտորներ, այսպես որ շատ խոսում են ատոմային կայանների մասին, որ օրինակ հիմա խոսում է, որ Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանը հենց այդ մոդելով կառուցվի, բայց դա նոր է եւ այսօր աշխարհում արդեն կան փորձեր չէ, արդեն գործող այսպիսի կայաններ կան, բայց հիմնականում արևային քամու եւ հիդրոէներգետիկան է, չնայած ես կուզեմ նաեւ նշել սրանց խնդիրների մասին, նաեւ նրանք ինչպես լուծումներ են առաջարկում, այնպես էլ խնդիրներ ունեն, օրինակ նույն արևային քամու կայանները ունեն այսպես ասած ընդհատվողականություն, հա, այսինքն շատ կախված է նույնիսկ ցերեկային ժամին, երբ ամպ է անցնում եւ ժամանակային պայմաններից, այո, ամպ է անցնում եւ արևի արևային կայանի արտադրողականությունը ընկնում է, բնականաբար սա չի կարող հարմարավետ լինել տվյալների կենտրոնների համար, քանի որ տվյալների կենտրոնների 24 ժամ անհրաժեշտ է ստաբիլ կայուն էլեկտրաէներգիա։ Դեպքում կարելի է օգտվել մեր հովանավոր Էկովիլ ընկերության նոր կուտակիչների, իհարկե, կուտակիչները նոր հենց զարգացող ուղղությունն են, այստեղ շատ մեծ կիրառելիություն ունեն կուտակիչները եւ նաեւ սա օգնում է, որպեսզի կուտակիչների ինքնարժեքը աշխարհում նվազի մասշտաբի շնորհիվ, բայց դեռ չենք հասել կոմերցիոն տեսանկյունից դեռ չի հասել կոմերցիոն եւ տեխնիկական տեսանկյունից դեռ չի հասել կուտակիչները չեն հասել այն մակարդակի, որ 24 ժամ մենք համարենք, որ ունենք արևային կայան կամ քամու կայան, 24 ժամ հզորությամբ կուտակման հզորությամբ դնում ենք արևային կներեք կուտակիչներ եւ կուտակիչները կարող են այսպես ասած բազային աղբյուրի դեր հանդիսանալ, չնայած մենք գնում ենք այդ ուղղությամբ, բայց նաեւ բացի այս կան շատ այլ խնդիրներ, որոնք կապված են հենց տվյալների կենտրոնների էներգիայի ապահովման հետ, օրինակ շատ կարևոր հարց է եւ ամբողջ աշխարհում է, ես վերջերս շատ ինտենսիվ ուսումնասիրում եմ աշխարհում տարբեր երկրների փորձը եւ ինչ է կատարվում, հիմնականում խնդիրը նաեւ ենթակառուցվածքների մեջ է, այսինքն օրինակ նույն ցանցի ենթակառուցվածքի, ենթակայանների, բարձրավոլտ հաղորդալարերի, ցածր եւ միջին լարման հաղորդալարերի, քանի որ երբեք չի կանխատեսվել ենթակառուցվածքը նման
հզորությունների ավելացման համար։ Այսպիսով ենթադրենք դուք ուզում եք կառուցել արհեստական բանականությամբ տվյալների կենտրոն, դուք իրականում հնարավոր է բուն տվյալների կենտրոնի շինարարությունը եւ ապրանքների մատակարարում անել մի քանի ամսում։ Բայց օրինակ շատ հավանական է դուք կդիմեք ցանցերին եւ խոսքը աշխարհի մասին է, նույն ԱՄՆ-ում, որտեղ ամենաարագն է զարգանում այս ինդուստրիան, այս ուղղությունը, եւ մասնավորապես մի քանի նահանգներում, West Virginia եւ Տեխաս նահանգներում հատկապես, խնդիրը որն է, կարող են ձեզ մի տարի միացման թույլտվություն չտալ։ Այսինքն ստացվում է դու պատրաստ ես շահագործելու տվյալների կենտրոնդ, պատրաստ ես իրենց product-ը, այսպես կոչված token-ը վաճառես տարբեր սպառողների, բայց դու չունես այն հնարավորությունը, որ չունես էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավորություն։ Սա մի խնդիրն է։